Դպրոցական 18-ամյա Դավիթը կալանավորվեց 2 ամսով։ Տղան արմավիր քրեակատորողական դեռ չմտած գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց։ Զույգ եղբայրներ Դավիթն ու Միքայելն էին Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ Նիկոլ Փաշինյանի եւ նրա քարոզչական խմբի առաջացրած իրարանցմանը զգայուն արձագանքել։ Դավիթի եղբորը Միքայել Մինասյանին 3 էին ազատ արձակել, խափանման միջոց նշանակելով բացակայելու արգելքն ու 5 միլիոն դրամ գրավը։ Որդու կալանավորման լուրը լսելուց հետո հենց դատարանի բակում վատացել է Մինասյան եղբայրների մոր ինքնազգացողությունը։ Ավելի վաղ զույգ եղբայրների մայրը հույս ունենալով, որ տղայի նկատմամբ տնային կալանք կկիրառվի, դատարանի բակում խնդրել էր, որ առողջական խնդիրներ ունեցող Դավիթին թողնեն տիրություն անի, մինչև վերջնական վճռի կայացումը։ 18-ամյա երիտասարդն ունի հատուկ խնամքի կարիք, ունի դեղորայքային եւ սննդային սուր ալերգիա։ Այս թուրիմացությունը, որ իմ երեխեքի հետ եղել է, ես չգիտեմ, իմ երեխեքը ամեն կիրակի պատարագի են մասնակցում, իմ երեխեքը կարմիր դիպլոմով ավարտել են միջնակարգը, հիմա դպրոցում են ավագ սովորում, պարապում են, որպեսզի բու ընդունվեն։ 4 տարեկանից ես առողջության հետ կապված, որպես մասնագիտության բժիշկ ես հոգ եմ տանում, տարբեր խնդիրներ ունեն։ Ես խնդրում եմ ուղղակի անաչառ քննություն արվի, բայց ինձ որպես մայր հնարավորություն տրվի, ես երեխուս տանը, գոնե առողջությունը, կյանքը, ես չվտանգվի հանկարծ, քննության խնդրում եմ ուղղակի, ես էդ եմ խնդրում։ Դատավոր մնացական Մարտիրոսյանն է կայացրել 18-ամյա դպրոցականի դատավճիռը։ Փաշինյանի դիմախոսների խոսքով Մարտիրոսյանն է հենց այն դատավորը, ով կատարում է Փաշինյանի բոլոր քաղաքական հրահանգները։ Այսօր դատարանը զրկեց Դավիթին դպրոցն ավարտելու իրավունքից։ Մելքոնյանի խոսքով գործով 2 վկաներ են հարձակումվել, 2-ն էլ թիկնազորի աշխատակիցներ։ Դավիթին սպառնում է 2-ից 5 տարվա ազատազրկում։ Գտնում եմ, որ 12-րդ դասարանի աշակերտը պիտի կալանքի տակ գտնվի, բայց մի շարք առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող մարդիկ կարան վարչական հսկողության տակ գտնվեն տնային կալանք։ Ոչ մի բան հաշվի չառավ, ոչ մի բան, ոչինչ չի հաշվի առնվել։ Փաշինյանի մասնակցությամբ եկեղեցու միջադեպից նոր տեսանյութ է տարածվում սոցցանցերում, կադրերում երևում է, որ եկեղեցու մարդկանց միջով անցնելիս Փաշինյանին ուղեկցող անձանցից մեկը մոտենում եւ ուժեղ հարվածում է պատարագին մասնակցող 18-ամյա տղային։ Մարդիկ սրտնեղած են, տղաները, որոնք երբեք ագրեսիվ վարքով աչքի չեն ընկել ու ամեն կիրակի պատարագի էին գնում, ինչ իմանային, որ ծաղկազարդի կիրակին բանտով կավարտվի։